Կարող ենք ենթադրել, որ տնտեսական հանցագործության հիմնավոր կասկածը այս դատարանը հաստատել է, որովհետև եթե կոչով չպետք է լիներ այլևս անազատության մեջ, ստացվում է դա է։ Ձեր հարցը հասկացա, դատական ակտը դեռևս չենք ստացել, բայց ունենք հստակ մի հանգամանք իրավական պրոցեսում, եթե փողերի լվացման դրվագով հիմնավոր կասկածը չհիմնավոր էր, ինչին եկել էր օգնության վճռաբեկ դատանի որոշումը, ապա կալանքը միանշանակ չէին կարող երկարացնել։ Իսկ ինչ վերաբերվում է Իսկ ինչ վերաբերվում է այո, իհարկե, իսկ ինչ նշեց իմ գործընկերը, որ դեռևս 3 ժամը 18:30-ի դրությամբ արդեն իսկ լրատվական ցանցերում մասնավորապես ժամանակ օրաթերթը գրել էր, որ խափանման միջոցը հայկական ժամանակ ներողություն գրել էր, որ երկարացվել է, ապա պետք է նշեմ, որ այո, դրա մասին մեր անհանգստությունը արտահայտել ենք նաև դատական նիստում, արդեն ժամը 11:00-ին դատարանին բարձրաձայնել ենք, դատարանը վրդովվել է, որ մենք նման իրականություն ենք լրատվական միջոցներից, իրականություն չէ, ճակերտավոր իրականություն ենք բարձրաձայնել, ասելով, որ նշվածը ինչ կապ ունի ինձ հետ, տեսանք, թե ինչքանով կապ ուներ։ Մի հարց, պարոն Կարապետյանը մասնակցում էր նիստին։ Իհարկե, մինչև վերջ։ Բնականաբար հայտնեց, որ պարոն Կարապետյանը որևէ առնչություն չունի այս ամենի հետ, առաջադրված մեղադրանքները չի ընդունում եւ որևիցե կերպ անգամ մեծ ցանկության դեպքում ոչ մի կերպ խոչընդոտելու ոչ միտում ունի, ոչ նպատակ։ Այս 53 քննիչներից բաղկացած խումբը, այս ընթացքում 53 ինչ քննչական, ձեզ հայտնի ինչ քննչական գործողություններ են իրականացրել եւ ինչպես է գնահատում նրանց ջանասիրությունը։ Բավարար ջանասիրության մասին եւս դատական նիստում բարձրաձայնվել է, օրինակ բավարար ջանասիրություն որպես այդպիսին թարգմանիչ ներգրավել, փաստաթղթերը թարգմանել եւ այլն, ինչպես նաեւ կապված այլ մեղադրյալների հետ գործողություն, օրինակ մեկ այլ անձի բնակարանում խուզարկություն, չեմ կարող նախաքննական գաղտնիքից, ոչ, Սամվել ոչ մի գործողություն, ես 1.5 րոպեանոց գործողություն անգամ չի կատարվել, հարգելիներս։ Տնտեսական հանցագործության մասով իրեն պատկանող ձեռնարկություններում, քննչական գործողություններ, հարցաքննություններ, չգիտեմ, փաստաթղթերի ուսումնասիրություն։ Սամվել Կարապետյանի հետ որևիցե գործողություն 1 ամսվա ընթացքում չի կատարվել։ Այսքանը հարգել։ Ես ոչ մի գործողություն չի կատարվել։ Կարող է իր մասնակցությամբ չկատարվել, բայց կատարվեն այլ գործողություններ։ Սամվել Կարապետյանին վերաբերելի ոչ մի գործողություն։ Աշիր գրուպին եւս։ Այո։ Չունենք մենք նման հանգամանք, ունենք միայն վճռաբեկ դատանի նախադեպային որոշում հարգելիներս, որը որ մինչ օրս չենք ստացել մենք։ Այս 1 ամսվանից առաջ Աշիր գրուպի տարբեր ձեռնարկություններում քննչական տարբեր գործողություններ այդ տնտեսական փողի լվացման հարկեր թուրքեր չվճարելու հոդվածներով կատարվել է։ Տեսեք, դրանց հետ կապված, եթե անգամ կատարվել է, Սամվել Կարապետյանը որևիցե առնչություն չունի։ Բայց կատարվել է։ Ես տեղյակ չեմ դրան։ Դրա մասին տեղեկություն չունեմ։ Որ ասում եք առնչություն չունի, ինչ նկատի ունեք իրեն պատկանող ընկերություններին դրա համար։ Բացարձակ մեղադրանքի հետ Սամվել Կարապետյանը որևէ առնչություն չունի։ Այսքանը կարող եմ ասել։ Սամվել Կարապետյանի հետ առերեսում նման գործողություններ ադեմ։ Գիտեք, երբ վանից ենք միջնորդում, որ առերեսում կատարվի։ Մեր միջնորդությունը հետևյալն է. եթե կան անձիկ, ով ցուցմունք են տվել Սամվել Կարապետյանի դեմ, խնդրում ենք բազմիցս միջնորդություններով, որպեսզի կատարվի առերես հարցաքննություն։ Մենք միջնորդությամբ հանդես ենք գալիս, եթե կան այդպիսիք, մենք չունենք, որ կան այդպիսիք։ Իսկ կան, որոնք որ տնտեսական հանցագործության մասով դեմ են արտահայտվել Սամվել Կարապետյանին։ Ոչ, չունենք նման տեղեկատվություն։ Շնորհակալություն։